Տուրիստական սեզոնին ընդառաջ ՎՏԲ Հայաստան բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը, ընդլայնելով ցանցը եւ ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ եւ հարմար, այդ թվում ինտերնետ միջավայրում։ Բանկի POS ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները, ապահովելով օպերատիվ եւ հարմարավետ վճարումներ։ Տուրիզմի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վերջին տարվա արդյունքներով երկիր այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ընդհանուր զբոսաշրջային հոսքն աճել է 2.5%-ով, ինչը վկայում է որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին։ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրը։ Այս մասին ապրիլի 20-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այսուհետև առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք, հայտարարեց նա։ Հաշվարկման նոր բանաձև եւ գույքահարկի նվազում։ Ապրիլի 1-ից գործում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։ Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական գործման պայմաններում առկա հզորությունն է։ Նոր մոտեցմամբ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի։ 251 ձիաուժ եւ բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Վարորդների խոսքով նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը, քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ, բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի եւ հասկանալի քաղաքացիների համար։